Ադրբեջանը Հայաստանին սպառնում է փակուղու մեջ թողնել, Ալիևն է հայտարարել։ Բռնապետի խոսքով, քանի որ Երևանն արգելափակում է իրենց մուտքը Նախիջևան, Իրանի հետ պայմանավորվել են շրջանցիկ ճանապարհ կառուցել, նստել ու սպասել չեն ուզում։ Կոմունիկացիաների բացումը տեսականորեն դա միակ բանն էր, որը Հայաստանը կարող էր ստանալ այսքան կորուստներից, այսքան նվաստացումներից հետո։ Հիմա Ադրբեջանը ասում է, որ մոռացեք դրա մասին, կամ կլինի մեր պայմաններով, կամ չի լինի ընդհանրապես։ Սա չի նշանակում, որ Ադրբեջանը մոռանում է Զանգեզուրի միջանցքը, ինչպես իրենք են ասում։ Քաղաքագետի խոսքով Բաքվի ախորժակն ավելի մեծ է, ցանկանում է տիրանալ ամբողջ Սյունիքին, դրա համար երկու սցենար է մշակում, ճանապարհը կբացեն ուժով կամ էլ առաջ կտանեն փախստականների, այսպես ասած վերադարձի ու նրանց անվտանգության երաշխիքի հարցը։ Հիմա իրենք կարծես թե հակվում են այս պահին այն սցենարին, որ ռազմական ճանապարհը կարծես թե բարդ է հիմա, որովհետև Իրանի շատ կոշտ դիրքորոշումը կա, ի վերջո կա միջազգային իրավունք, Հայաստանի ի վերջո ՀԱՊԿ անդամ է, որը կարող է գալ եւ միջամտել անգամ մեր կամքին, հակառակ ոչ թե մեզ պաշտպանելու համար, այլ իրենց շահերը պաշտպանելու համար։ Քանի որ սա խնդրահարույց է, դրա համար էլ Ադրբեջանը այդպիսի հայտարարություն է անում, ասում է, այդ արագացրեք այդ դեպքում, եթե մեր սցենարով չի, մոռացեք ապաշրջափակման մասին։ Առաջին անգամ անցկացված հայ-իրանական զորավարժությունը հստակ մեսիջ էր նաև Ադրբեջանին, հեռու մնալ Հայաստանի հարավային դարպասից։ Եթե հարձակում լինի Սյունիքի վրա, Իրանը կմիջամտի։ Քաղաքագետը կարծում է, որ խաղաղության զորավարժությունն անցկացվել է Իրանի նախաձեռնությամբ։ Այն, որ զորավարժությունը անցկացվել է, նշանակում է, որ ռազմական ինտերվենցիայի հավանականությունը բավականին մեծ է։ Եթե անգամ Հայաստանի իշխանությունները ասում են դա գաղտնի է, մենք այդ մասին չենք ասում, բայց Իրանի հատուկ ծառայությունները վստահաբար ինֆորմացված են, թե որքան լուրջ է այդ վտանգը, դրա համար էլ որոշել են մի քայլ առաջ անել, ճիշտ է, առայժմ փոքր քայլ, բայց ամեն դեպքում մեկ քայլ առաջ, որովհետև մինչև հիմա ընդհանրապես բանավոր հայտարարությունների մակարդակով էր դա։ Թրամփը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի քայլերը տարածաշրջանի խաղաղության համար։ Այս մասին նշված է Ալիևին ուղղված նամակում։ Ամերիկայի առաջնորդը նաեւ գնահատել է Ադրբեջանի աջակցությունն ու բարեկամական հարաբերությունները իրենց գործընկեր Իսրայելի հետ։ Աստիճանաբար Իսրայելի համար թիվ 1 սպառնալիք է դառնում ոչ այնքան Իրանը, որքան Թուրքիան, որտեղ ներխուժելով Սիրիա, Թուրքիան ուղղակիորեն սահմանակից է դարձել Իսրայելին։ Եվ այդ առումով Թրամփի աջակցությունը, շնորհակալությունը հղված Ադրբեջանին կարող է անգամ բացասական դեր խաղալ թուրք-ադրբեջանական հարաբերությունների վրա, որովհետև այդ երկու եղբայր պետությունները ըստ էության հայտնվում են տարբեր ճամբարներում։ Դրա համար ես չեմ կարծում, թե Բաքվում այդքան ոգևորված են Թրամփի այդ ողջույններով։ Ինչ դերակատարում կունենա նահանգները խաղաղության համաձայնագրի ու Երևան-Բաքու հարաբերությունների վրա։ Քաղաքագետի խոսքով դա ուղիղ կապ ունի Իրանի հետ։ Հայաստանը հայ-ադրբեջանական հարաբերությունները ընկալվում են ընդամենը որպես պլացդարմ Իրանի վրա կամ հարձակվելու կամ ճնշումներ գործադրելու առումով։ Ընդամենը այդքանը, որևէ այլ հարց Միացյալ Նահանգներին այստեղ չի հետաքրքրում։ Աշխարհաքաղաքական զարգացումներն անկանխատեսելի են, ամեն ինչ կարող է փոխվել հաշված րոպեների ընթացքում ու նախապես մշակված սցենարը կարող է չաշխատել։ Դրա համար Ադրբեջանը սեղանի վրա է պահում հնարավոր բոլոր սցենարները։ Եթե ռազմական ներխուժում չլինի, բանակցությունների ընթացքում կոշտ հայտարարություններ կլինեն։ Իզաբելլա Հովհաննիսյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։